Հազարավոր զոհեր, ավերածություններ Թուրքիայում և Սիրիայում արդեն 2 օր շարունակ գրանցվում են ուժգին երկրաշարժեր մեկը մյուսի ետևից։ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը, որը եղել է 10-ից 11 բալ, կարող ենք ասել Թուրքիան գտնվում է ալփ-հիմալայական սեյսմոակտիվ գոտում, այդ պատճառով այնտեղ կան շատ խզվածքներ և եղել է 7-8 մագնիտուդ երկրաշարժ, որը ավելի չէ։ Հետցնցումները կարող է շարունակվել մոտ 2-ից 3 տարի, քանի որ ակտիվ գոտի է համարվում։ Որոնք են պատճառները և ինչ վտանգներ ունեն Հայաստանի համար։ Մանրամասնում են արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության մասնագետները։ Թուրքիայի և Սիրիայի սահմանում գտնվում են խզվածքներ, այդ իսկ պատճառով 2 տարածքներում էլ զգացվել է և ավերվել։ Հայաստանը նույնպես գտնվում է սեյսմոակտիվ գոտում, բայց առայժմս կարող ենք ասել, որ ավերիչ երկրաշարժներ չենք սպասում։ Քանի որ մեր երկիրը գտնվում է ալփ-հիմալայան գոտում, երկրաշարժերը կրում են շարունակական բնույթ, իսկ հետցնցումները շարունակվում են մի քանի տարի։ Նախորդ տարվա ընթացքում տեղի ունեցել Հայաստանում մենակ 500-ից ավել երկրաշարժ։ 21 թվականի փետրվարի 13-ին տեղի ունեցած 4.7 մագնիտուդով երկրաշարժը, որը տեղի ունեցել Երևանի մոտակայքում, հետցնցումները մինչև հիմա հնարավոր է շարունակվի։ Բավրայի երկրաշարժը, որը տեղի ունեցել 22 թվականի փետրվարի 13-ին, ճիշտ է Վրաստան-Հայաստան սահմանային գոտում էր, տարածքը դեպի Վրաստանի կողմ էր, բայց մինչև հիմա հետցնցումներն էթում են, շարունակվում են։ Ընդհանուր առմամբ 2022 թվականին մեր տարածաշրջանում տեղի է ունեցել ավելի քան 2000 երկրաշարժ, առավելագույն ուժգնությամբ գրանցվել է Իրանում։ ՊՕԱԿ-ում իմանում են նույնիսկ ամենաթույլ ցնցումների մասին։ Ամբողջ տեղեկատվությունը գրանցվում է տվյալների հավաքման և օպերատիվ մշակման բաժնում։ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն ՊՕԱԿ-ը աշխատում է շուրջօրյա հերթապահությունով, 24 ժամի հերթապահություն է անցկացվում։ Տվյալները ստանում ենք օնլայն կերպով, ժամանակակից կայանների միջոցով, բոլոր երկրաշարժերը ուսումնասիրվում են, կատարվում է սեյսմիկ մոնիթորինգ։ Երկրաշարժերը հնարավոր չէ կանխատեսել, սակայն սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը սեյսմիկ կայանների միջոցով մշտապես ուսումնասիրություն է իրականացնում։ Ուսումնասիրության նպատակն է տեսնել տվյալ տարածքում ինչ-որ ակտիվություն տեղի ունենալու է, թե ոչ։ Տարբերություններ կան ջրի մակարդակի, ռադոն գազի փոփոխության։ Ամեն վայրկյան կարող է տեղ ունենալ երկրաշարժ։ Երկրաշարժը մեր տարածաշրջանում 10 կիլոմետրից մինչև 30 կիլոմետր խորության վրա է գտնվում, հնարավոր չի կանխատեսել։ Արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունից հորդորում են քաղաքացիներին հետևել երկրաշարժերի մասին միայն պաշտոնական տեղեկատվությանը։